Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք չինական փիլավ, որի մեջ կա բրինձ, մի քանի բանջարեղեն, հավ և մի քիչ սոյայի սոս, շատ հետաքրքիր ձևով է պատրաստվում։ Այսօրվա պաղադրադոմսի համար մեզ պետք է 1 կիլո հավի գրծքամիս, 2 հատ գազար, 3 հատ կանաչ սոխ, մի բաժակ եգիպտացորեն, մի բաժակ կանաչ ոլոր, 2 բաժակ բրինձ, մենք օգտագործում ենք մարանիգի, կես բաժակ սոյայի սոս, 3 ճաշի գդալ կունջուտի ցետ, 1 ճաշի գդալ կարմիր բողբեղի պատիլներ, 1 ճաշի գդալ կունջուտ, 1 դեի գդալ սպիտակ բողբեղ։ Համեմունքներից օգտագործելու ենք սև բողբեղ, աղ և ցինամուտղի ցետ։ Իրականում ես սիրում եմ 2-3 տեսակի բրինձեր ընդհանրապես օգտագործել, մանավանդ մարանիգի բրինձները Թայլանդն եմ օգտագործում միշտ, դասականը, ջազմինը և բասմատին, որովհետև պետքա որակով լինի և համով լինի, իսկ մարանիգի բրինձները և ընդհանրապես մնացած մթերքը ամենաորակավոր են։ Կտրում եմ մեկ, երկու։ Ես մարանիգի դոբրակները սիրում եմ, որ միշտ 2 կավատ եմ անում, ճոտկի 2 կավատ է լինում և 2 կաթիլ։ Գնում ենք լվանանք բրինձը ու քանք, բայց ABC-ով չենք լվալու, ուղղակի ջուրով։ Ունենք գազար, արդեն ես նախապես գեղվեր եմ, հիմա ուզում եմ քարագուսի անենք, այսինքն 4 մասի եմ բաժանելու ու հետո քարո կտրատեմ, շատ մեծ չենք կտրատում, ավելի մանր, ճիշտ այսպես, հետո շարունակում ենք 4 մաս և մանր քարագուսիներ։ Միան գազարն ենք կտրատելու, քանի որ եգիպտացորենը արդեն մանր է ու պատրաստ է, իսկ ոլորը արդեն նորեն մանր է, բայց եփվածության աստիճանի համապատասխան մենք ավելացնում ենք հավը ու չեփելուց արդեն ավելացնում ենք գազարը, իսկ հետո մի քիչ ուշ ենք ավելացնում եգիպտացորենը և ոլորը, որովհետև իրենք ավելի շուտ են եփում կամ արդեն եփած են։ Գազարը մի քիչ երկար է տևում, ոնց որ կարտոֆիլը, այս տեսակի ուտելիքները ավելի ուշ են եփվում։ Բայց այս բրինձը այնքան հետաքրքիր և այնքան քունեղ, դենց ուզում ես ուտես ու ինքը քունավոր ու սենց հավեսով թարմություն է պատճառում քեզ ու գշտանում ես, կամ որ շատ համով է։ Հիմա պետք է այսպես կտրատեմ։ Փոքր կամ միջակ քարագուսիների, այսպես։ Շարունակում ենք կտրատելը, այս էլ մեկ կողմ, այսպես, այսպես, քարագուսիների։ Հիմա ուզում եմ մի հատ գնամ ցերկս օճառեմ, որպեսզի ես գազարը ստեղից վերցնեմ, հետո հավը տնեմ տապակելու, իսկ տախտակը լվանալու։ Իսկ ինչով ենք լվացվում, իհարկե ABC-ով, փափուկ, մաքուր և փյուրավետ։ Ես կարայի փանաստեղծ լինեի իրականում։ Գազարը թրեցի սոխին կողքը, որպեսզի այս տախտակը ուղարկենք լվալու։ Եսի լվանանք, քանի որ հավ ենք կտրել ու վերադառնանք։ Մի քիչ աղ,
մի քիչ պղպեղ, մի քիչ սպիտակ պղպեղ ու արդեն ավելացնում ենք։ Մի քիչ էլ եմ ավելացում սև պղպեղ և սպիտակ պղպեղ։ Դե իհարկե մարանիկից, ոնց հասկացաք, մենք չենք կարողանում ապրել առանց մարանիկ։ Հավը թողում եմ լավ դապակվի։ Մի քիչ խառնում ենք, մինչև որ լավ եփի։ Այսինքն մուս կողմ ենք դարձնում, ստեղ արդեն ունենք գազարը, պատրաստ է։ Հաջորդը գազարն եմ ավելացնելու, սոխը կարող ենք անել, քանի որ սոխը ավելացնելու ամենավերջ։ Հիմա ավելացնում եմ գազարը։ Մի քիչ թողում եմ տապակվի։ Իսկ ամենավերջում ավելացնելու ենք, ընդհանրապես ես ամեն մեկ բրինձին 1 բաժակին ավելացնում եմ 2 բաժակ ջուր։ Իսկ այստեղ, քանի որ ունենք 2 բաժակ բրինձ, ավելացնելու եմ 4։ Իսկ այս ամեն ինչը հաշվելու եմ կեսից 3/4 բաժակ եւ ավելացնելու եմ էքստրա, այսինքն ավելորդ։ Yummy, ահա։ Հիմա ավելացնում եմ բոլորը։ Մի հատ լավ խառնում եմ։ Ավելացնում եմ եգիպտա ցորենը։ Լավ խառնում եմ։ Տեսեք ինչ քույներ են։ Ինչ հավես է։ Ես այստեղ սիրում եմ մի հատ սև պղպեղ ավելացնել։ Մի հատ սպիտակ պղպեղ։ Եվ մի թեթև սոյայի սոս։ Մնացածը հետո։ Մի հատ լավ խառնում եմ։ Նայեցաք, տեսակ գույները։ Իսկ հիմա ամենա կարևոր մասը բրինձն ենք ավելացնում։ Խառնում ենք։ Մի հատ լավ տապակում ենք բրինձով, հետո ենք ավելացնում ջուրը։ Հիմա գնում եմ այստեղից դակ ջուր բերեմ, որպեսզի ավելացնեմ բրինձի վրա։ Գրանք լցնենք։ Հինգերորդ բաժակը ու արդեն ավելացնում ենք։ Մի հատ լավ խառնում ենք։ Ու թողնում ենք եփի։ Ավելացնում եմ մի կտալ կունջուտ։ Էսի սպեշալ սոս է կամ յուրահատուկ սոս է, որը կարող ենք անել բրինձի կողքը դնել ու երբ որ ուտում ենք, կավելացնենք, եթե գծու ենք սիրում։ Ստեղ ունենք մեր ստուդիոյում գծու սիրողներ, սկսյալ ինձանից։ Դրա համար բրինձի վրա ենք ավելացում, ավելի գծու է դառնում։ Իսկ ստեղ կունջուտից հետ է։ Լավ խառնում եմ։ Մի քիչ էլ սիտաբտղից հետ։ Արդեն պատրաստ է։ Հիմա կանաչ ծոխը կտրատենք, մինչև բրինձը պատրաստ լինի։
Ուրեմն պրինցի եփում ենք մոտավոր 20-ից 25 րոպե, մինչև որ տեսնենք արդեն ջուրը կաշված է, պատրաստ է լինում ու կարող ենք միանգամից մատուցել։ Փարակ կտրում ենք, որ հետո վրան ավելացնենք մատուցելուց առաջ։ Կարող է մարդոց թվա, որ էսի ինչ որ կարա փոխարինվի ուրիշ բանով, չէ, չի կարա, որովհետև միշտ կանացողը պրինցին կամ սոյայի սոսին կամ գծու կամ քաղցր գծու սոսերին շատ սազում է։ Ինձ մեծ եզի խրատ անպայման էսի ավելացրեք։ Հոդը ինչ լավն է, իրականում այս տեսակուտելիքների հավը շատ կարևոր է, որ որակով լինի, իսկ մենք ուրախ ենք, որ ունենք սանքեզուր։ Շուտ թող պատրաստվի, որ ուտենք։ Պրինցի մի քիչ երկարատևելու, դե գիտեք դուք, ես չեմ սիրում սենց դատարկ տեղը կանգնել, հիմա մտածում եմ համով սուրճ մխամենք, հայկական, իսկ հետը բզդիկ քաղցրման կարելի է, իսկ ես ունեմ ստեղ Smiley Sweet-ի համովությունները, երևի գնդրեմ էքլեր, չէ, գնդրեմ մշնապույն, չէ, գամ է գնդրեմ ընգույզիկ, որը գնդրեմ, կոմենտներում գրեք ինչ եք ընտրելու թուք, ես էլ դույնը գնդրեմ, մույս անգամ, ասեք մշնապույնը սիրում եք իրանց, ոչ թե էքլերը, ոչ թե ընգույզիկը, ես էլ էդի ավելի կուտեմ, ահա եթե հիմա քոր ծնգեր ունենայինք, հիմա ես իրենց սուրճը կխմեի, ու գսեի գնացինք շարունակենք և արդեն մատուցենք։ Լցնում եմ ու հետո մի քիչ սեղմելու եմ, որպեսզի լավ պրես լինի ու հետո արդեն հետաքրքիր ցեղով եմ մատուցելու։ Էսի այսպես գնացինք։ Այսպես պրես եմ անում։ Ահա։ Տա-տա-տա-տան։ 3-4։ Իսկ հիմա ավելացում եմ կանացողը։ Եվ այսօրվա չինական պրինցե փլավը պատրաստ է, դուք էլ պատրաստ եք և վայելեք։ Դեն սիրելիներս, այսօրվա մեր փաղաթյադոմսը պատրաստ է, ես անհամբեր եմ փորձեմ, կարող եմ այստեղ ափսեի վրա ավելացնել, վայ, չեմ նկարած իմ կամերայով։ Ես իմ կյանքում ամեն տեսակի ստեղծագործություն նկարում եմ, ոյդի իմ արխիվն է, իմ թորներս և զորերս ուզում եմ տեսնեն։ Ես ինչքան համովություն եմ արել, որ իրենք էլ ոգեշնչվեն և ներշնչվեն և տենց չի լինի, որ մի օր ասեն ալարկոտ լինեն ու ասեն չենք պատրաստելու ճաշ։ Վաու։ Վայելում եմ, պայախոժակ, Շոն համով է, մի հատ է, համով, գծու, դե գծու, որովհետև ես ես սրանից եմ ավելացրել, եթե գծու չեք ուզում, կարող եք ես չավելացնել, սոյայի սոսը ոչ շատ, ոչ քիչ, այսինքն ճիշտ տեղին,
Կանացողը ասել են, որ համովություն է տալիս, իսկ հավը ընդհանուր է ամեն ինչի մեջ խրխտան շատ համով է։ Մի խոսքով շատ համով է։ Անպայման դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Ցտեսություն, վաղը նույն ժամին կհանդիպենք։ Առավոտ ժամը 9:00 եւ կեսօրը հետո 17:00 Կենտրոն TV եթերում։ Ցտեսություն։